Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին խորհուրդ է տվել Լիբանանում իրականացնել միայն թիրախային գործողություններ եւ խուսափել լայնածավալ պատերազմի վերսկսումից։ Նրա խոսքով անհրաժեշտ է խուսափել զանգվածային ավերածություններից եւ հարվածել միայն կոնկրետ թիրախներին։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում, հայտարարելով, որ թիրախավորում է Հեզբոլահի ենթակառուցվածքները։ Չնայած գործող հրադադարի ռեժիմին Իսրայելի բանակը հայտարարել է, որ գիշերը շուրջ 20 հարված է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ Ցախալի տվյալներով թիրախավորվել են Հեզբոլահի հրամանատարական կենտրոններն ու ռազմական օբյեկտները։ Իսրայելական կողմը հայտնում է զինյալների ոչնչացման եւ թունելների պայթեցման մասին։ ՄԱԿ-ը իր հերթին զգուշացնում է, որ հակամարտության հետևանքով Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է կանգնել սուր սովի վտանգի առաջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Թրամփի խոսքով զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում հնարավոր հրադադարը։ Կրեմլի տվյալներով Պուտինը ներկայացրել է նաեւ Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի գաղափար հաղթանակի օրվա ընթացքում։ Ռուսական կողմը նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ այլ միջազգային հարցեր, իսկ Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու որոշ ուղղություններով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողություններն Իրանի դեմ մինչև այժմ գնահատվում են շուրջ 25 միլիարդ դոլար, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Ժյուլ Հըրսթը։ Նա կոնգրեսում նշել է, որ ծախսերի հիմնական մասն ուղղվել է զինամթերքի եւ ռազմական գործողությունների ապահովմանը։ Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները սկսել են փետրվարի 28-ին, իսկ այժմ կողմերի միջև պահպանվում է փխրուն հրադադար։ Լոնդոնում դանակով զինված անձը փորձել է հարձակվել հրեա անցորդների վրա, ինչի հետևանքով տուժել են 2 տղամարդ։ Հրեական Շոմրիմ կամավորական կազմակերպության տվյալներով հարձակվողներին կազմակերպության անդամները վնասազերծել են, որից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է կիրառելով էլեկտրաշոկեր։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ խորապես մտահոգված է միջադեպով եւ կոչ է արել վճռական պայքարել նման հանցագործությունների դեմ։ Վերջին շրջանում Լոնդոնի հրեական համայնքի նկատմամբ հարձակումների դեպքերն աճել են։ Պակիստանի զինված ուժերը Չաման սահմանային գոտում ոչնչացրել են աֆղանական ուժերի մի քանի հսկիչ կետեր եւ տրանսպորտային միջոցներ, հայտնում է Դաունը հղում անելով ուժային կառույցներին։ Պակիստանյան կողմի պնդմամբ գործողություններն իրականացվել է ի պատասխան չհրահրված ագրեսիայի։ Արդարացի ցասում անվամբ ռազմական գործողությունն ըստ աղբյուրի ուղղված է Աֆղանստանի տարածքում գործող խմբավորումների դեմ եւ կշարունակի մինչեւ նպատակների իրագործումը։ Սահմանային բախումները վերսկսվել են փետրվարի 26-ին, իսկ աֆղանական կողմը հայտարարում է, որ գործողությունները պատասխան են պակիստանյան ավիահարվածներին։ Ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել էր, որ կողմերի միջև ձևավորվել է բացահայտ զինված դիմակայություն։